Այսօրվա նյութին խորակիրը արժևոր է փորձառությունդ դիրոջ հետ. value your experience with the Lord. Արագով մգուզեմ սկսիլ Արագած 1:32-ի մեջ կգարտանք կսե հիմարներուն անհոգությունը զիրենք բիդի գործընծնե. Fools are destroyed by their own complacency. Եվ անգլերեն բառը complacency-ն անհոգությունը շատ զորավոր բառ է, այսինքն անըսկամ գտնվել աստուծո կամ աստուծմե եկածի նկատմամբ. It's like feeling insensitive from what comes from God or about God. Եվ Ադի գուզեմ մսել ասամարը մեջտեղ գպերեն, որ մենք որ աստուծմով գանչված ենք, մենք այսօր հագարակը գանչված ենք ընելու, ոչ թե անըսկամ լալու, բայց ըսկայուն լալու ամեն բանի նկատմամբ, որ աստուծմե գուկա։ Այսինքն արժևորենք աստուծմե եկած ամեն բան, արժեք գտնենք Աստծո խոսքի մեջ, արժեք գտնենք, we find value in being in his presence, իր ներկայության մեջ գտնվելով, այսինքն մենք աստուծո արժեքը ջանցողներն ենք։ Ամեն Պատմությունը, որում մասին պիտի խոսենք, այսօր ծննդոցեն է, եւ այս պատմության մեջ երկու տեսակ անձեր կան։ Մեկադին անունը Հակոբ է, մյուսին անունը Եսավ է, եւ եթե լավ գիտեք պատմությունը, այսոնք եղբայրներ են։ Բայց հետաքրքրական ադիգա է, որ հակառակ որ ասոնք նույն ադեն ծնան, երկվորյակ էին, they were twins, իրենց սրդին գեցվածքը բավական դարբեր էր իրար մե։ Մեկում համար հավանաբար արագի համարը գրնամ օգտագործել եւ ասել, որ անհոգ էր։ Անըսկամ էր. Esau was probably, according to what we read in the proverb, he was insensitive. Չէր կարևորություն չէր կդած Աստծո դվածին, Աստծո մեգածին նկատմամբ եւ չէր արժևոր էր։ Բայց հակառակը Հակոբը գտեսնենք պատմության ընթացքին, որ Հակոբը քիծավ արժևորել այն ինչ որ իր հորմեն, իր Աստծո մեգուկար։ Ուզեմ սկսել ծննդոց 25-ին։ 25-ի մեջ կգարտանք, որ 21-ին պիտի գարտանք, կսե Իսահակ աղաչեց Տիրոջ, որտեղ այնադեն դեր զավակ չէր գնալ ունենալ, ամուլ գնոջ ամուլ ըլլալուն պատճառով, եւ դերը անոր աղաչանքը ընդունեց եւ անորգինը Ռեբեկան հղացավ։ Ռեբեկան, որ չէր գնալ զավակ ունենալ, հղացավ երկու երեխայով, Եսավով եւ Հակոբով, այսոնք զույգ էին, եւ Աստվածաշունչը կպատմի, ինչպես կգարտանք, որ կգրվեին, այսինքն կշարժեին իրարու թեմ, այսպես կշարժեին մայր այքոնը այդպես կտեսներ եւ Տիրոջ հարցուց Ռեբեկան, որ ինչ կլա փորիս մեջը։ Ինչ կգադարվի արքանտիս մեջը եւ դերը սավ երկու ասկ կա արքանտիտ մեջը եւ քու որովայն այդ երկու ժողովուրդ պիտի there's two people that will come out of your womb եւ մեկը միսեն զորավոր պիտի լա եւ մեկը մեծը պիտի ծարայե բզդիգին այսինքն իրենք մեկը պիտի գարկեին մեծ մյուսը բզդիգ եւ ինչպես որոշեցին ով է մեծը եւ ով է բզդիգը առաջինը քլուխանողը մեծը գոչվեցավ Եսավը Եվ երկրորդը, որ ոտքը բռնած էր, ինչպես կգարտանք, անունը Հակոբ դրին։ Հիմա ես եթե Հակոբ ըլլամ եւ մտածեմ, ինչու բզդիկ կսեփվիմ, երբ որ նույն օրը ծնա։ Քանի մը վարգյան, երկու վարգյան հետո իրար եւ գրնանք ասել, որ ցերկս նույն քիծեն անցավ Եսավին հետ, որտեղ ցերկս բռնած էր Եսավին ոտքը։ He was grabbing onto his heel. Ինչ անարտար, what an unjust decision։ Մեկը մեծ եղավ, մեծը բզդիկ եղավ։ Բայց Հակոբ ապրեցավ բզդիկ ըլլալու գոչիմով, որ իրեն այդ ադեն դրվեցավ եւ մեծը Եսավ եղավ, Իսո։ Եվ Աստվածաշունչը կպատմի, որ Եսավը ավելի վայրենի մարդ էր, ավելի ասենք մորտող, գենտանիները որսացող, նետով, he was a hunter, եւ գոշտ բաներով սփաղող մեկն էր։ Ուրեմն գերտար, գործար, անդարները կբդդեր Լավ եղնիկ ոչխար մփամ կգտներ ուլմը հորը կբերեր եւ հայրը շատ կսիրեր իր հայրը Իսակը շատ կսիրեր իր Եսավ դողուն բերած ջաշերը ուրեմն ինչպես կգարտանք 28-ի մեջ կսե եւ Իսահակ կսիրեր Եսավը վասնզի անոր որսեն գուդեր բայց Ռեբեկան Հակոբը կսիրեր Ինչ կսեն ասոր անգլերեն բառը գա favoritism ճիշտ Գռնալած էսի ոմանքա ֆեյվորիտիզմով մեծած են ճշմարտ բան է բզդիկ մգսկա որ ավելի քիչ արժեք ունի միսեն եւ մյուսները առանց որ փամնեն զնող կշալ անգամ գտեսնենք բզդիկներ իրար մե գնախանցին դու գսկաս որ նույն սերը գուդաս բայց բզդիկը գսե դու իրեն անան գրիր ես դու միշտ այդ բաները գլսենք ուրեմն
Ասել գուզեմ որ մարդուն կողը մերժվածությունը շատ կանուխ են գրնալ լալ։ Ստելի մինայք, ես 4 հատ բզդի գրիմ։ Բայց մերժվածությունը, այսինքն այդ feeling of rejection-ը շատ կանուխ են գրնա մեգումը կյանքի մեջ պտնել հագարակ որ ամեն չանք տապես որ իրենք սիրված ըսկան։ Եվ այն ժամանակ Աստված այդպես չէր որ Սուրբ Հոգի միջոցով յուրաքանչյուրին սրդին մեջ իր սերը կհայտներ։ Այդ ժամանակ Սուրբ Հոգին չէր կործեր, ինչպես այսօր կործե։ Եվ Հակոբ մգերեվագայում դարիներ մեծավ, գիտնալով որ գոչումը կա, there is a calling from Abraham, գիտե որ գոչումը կա Աբրահամեն եկած իր ընտանիքին վրա, որու միջոցով դերը ըսած է որ ես քեզի մեծ ասկ բիտնեմ, պիտի բազմավատկեմ, պիտի օրտեմ, սահմանները պիտի լայնցնեմ, լսած է ասիգա եւ իր հասկացածին մեջը անը որ հիմա որ Եսավը մեծ գսեվի, now that Esau is considered the eldest, the older one, ինքն է որ calling-ը պիտի դառնի, ինքն է որ գոչումը պիտի առնի։ Եվ ինձի փշրանքը պիտի մնա։ Եվ ես կընթատրեմ, իմ պատմությունը ասի չսեր, բայց պատմությունը գծուցնե որ մեկը գա որ անհոգ է, մեկը գա որ այդ գոչումին հարկը ջանցավ, բայց պատմությունը չի պատմեր որ Եսավն ալ հարկը ջանցող մեկն էր։ Այդպես չսեր հագարակը գսե։ Esau didn't grab the value of being an heir. Չհասկացավ։ Ես կընթատրեմ ադի ավելի բաժար եղավ Հակոբին, որ ավելի ուզե այդ գոչումը, այդ calling-ը։ Հասկացաք ինձի։ Ինքը ըսկաց որ կարևոր է այդ գոչումը։ Մեկը պետք է շալգի այդ գոչումը, եւ այդ մեկը Եսավը չէ, բարապ մարդ մնե։ Հիմա ով հիմա փորը դնգած որսենգու կա, հոգը չէ բամը։ Ես կաշխատեմ, ես կմտածեմ։ Ես հորս մոդեմ ավելի արդեն գսե Հակոբ ավելի հանդարտ парքի մեկն էր, ավելի ծնողքին կողմն էր, ավելի գլսեր գերեւի աս խոսքերը եւ ավելի դպավորված էր եւ ըսկաց որ անարտար բան մգա։ There's something unjust going on որ Esau, Եսավը, he doesn't know the value, արժեքը չի հասկանում այդ գոչումին, բայց իրեն է այդ գոչումը։ Եվ կտեսնենք շարունակության մեջ որ օրը անոթի Եսավը Որսենգը վերաթարա, he comes back from hunting, he's hungry. Եվ այն ադեն իրեն գսե Հակոբը շնոր կրե, ինքը Հակոբեն իր շինած աբուրը գուզե, եւ Հակոբը շատ խելացի ձևով գսե Ձախե ինձի այսօր քու անտրանգությանդ իրավունքը. Sell me the right of being the first. Այսինքն իրեն խորամանկություն գնե, he's doing a trick to get it from him. Հակոբ անունը մենք հայերս կսենք շատ բարձ բառով սդախոս կնշանակե, խափող կնշանակե, բայց իրականում շատ ավելի նուրբ է ադոր իմաստը։ Դե չեմ գազեր եթե ավելի նուրբ չլար, այսօր մենք մեր զավակներուն անունները Հակոբ չենք դներ։ Հակոբ կնշանակե իրականի մեջ անգլերեն բառը կա supplanter, այսինքն իր դեղը առնող, մեգումը դեղը առնող։ Այս բառակայի մեջը անհոգ Եսավին դեղը առնողն է Հակոբը։ Այո, մեջը իր ծևերը կան, իր խապելը կա, բայց ես կուզեմ այսօր Հակոբին լավ ծևով նայենք։ Չնայենք որպես մեկը որ խափող է, որտեղ խափող ծևերով սկսավ, բայց խափող ծևերով չի վերջացուց Հակոբը, ինչպես պիտի տեսնենք։ Եկեք իր մի բանը սորվենք, այդ ծարավը, այդ հարկանքը Աստծո դվածի նկատմամբ եւ անոր արժեվորող ըլլալը Աստծո եկած ամեն բան։ Իրեն այդ ժամանակ դեր Աստծո խոսքին փոխանցությունը, մեծությունը, ամբողջությամբ իրեն դեր բանը չէ դրված, there was no revelation given to him. Մեկ բան կրնալ արժևորել, he could value only one thing, Աստուծո դրված գոչումը, the calling upon his family, որ դրված էր Աբրահամին եւ եկած էր Իսահակին եւ պիտի դրվեր կամ Եսավին կամ իրեն։ Ինքը ադոր նկատմամբ անհոգ չգտնվեցավ եւ ադոր հարկը գիծավ։ Ուրեմն երբ որ գտեսնենք որ ինքը Եսավին կմոտենա եւ Եսավը ինչ անհոգալ այդ համարին շարունակության մեջ գսե ես արդեն մեռնելու կմոտենամ եւ անտրանգութենեն ինձի ինչ օգուտ կուտա։ Մաչեմ կդեր եթե Եսավը Հայաստանցի էր, բայց Հայաստան գմերնին սատկում եմ անօթությունից, սովից ներնում եմ, գեցա բարերը շատ մեծ են։ Հիմա չեմ կդեր թե Եսավը իսկապես գմերներ գորած վարգանին, վստահ չեմ, բայց հայտնի է որ փոքրացուց Աստծո խոստումը իր մեռնելուն դիմաց ասա որ ես հիմա միայն ուդելու մասին կմտածեմ, եթե չունեմ պիտի մեռնիմ հիմա։ Okay, as անտրանգությունը սկուզես, you want the eldership, you want to be the first, get it, take it. Ար, քեզի գծախեմ որ։ Ուրախ ես հիմա։ Հակոբնալ ասավ այսօր երթումը ինձի խոստացիր որ իմս է։ Անիկա երթումըրավ, he promised, եւ անոր անտրանգության իրավունքը ձախեց Հակոբին, ինչ աժան է եղել, մեկ բնակ աբուր։
մեկ բնակ աբուր։ Այն ադեն Հակոբ հաց ու ոսպե աբորը դվավ Եսավին եւ անիգա գերավ եւ խմեց եւ ելավ գնաց։ Այսպես Աստվածաշունչին բարերն են ասում, կսե Եսավ իր անտրանգությունը անարգեց։ He disrespected the fact that he was the first. Այդ գոչումը, որ Աստված իրեն տված էր, անարգեց։ Եսավը ինչպես շարունակության մեջ պիտի տեսնենք, ինքը Աստծո հետ ավելի օրհնությամբ սպառված էր, օրհնությունը գուզեր, բայց այդ գոչումը չէր ուզեր։ Հակոբ քիծավ այդ գոչումին արժեքը։ Ավելի քան որևէ բան անգե առաջ, ուզեց այդ գոչումին ինքը դիրանալ։ Շատ զգուշ եղիր սիրելիս, որ անարգող չլաս Աստծո խոստումը, Աստծո խոսքը։ Ինչպես այդ համարը գսե անհոգը, անգլերեն բառը full գսե ուղագի։ Աբուշ այսինքն։ Գնացել վագին զորավոր բառերն, որքան անհոգ կրնալ անհավատացյալը, անխելք երևալ, երբ որ անսկամ լա Աստծո ըրածին խոստումին, խոսքին անցի նկատմամբ։ Ամեն, եկեք այդպես չլանք։ Ուրեմն պատմությունը կշարունակվի եւ կտեսնենք, որ անշուշտ Իսահակ դեղյակ չէր ասկե, որ զախվեցավ անտրանգությունը, Իսահակը թեր գուզեր օրհնել Եսավը, որտեւ իր քովը Եսավը անտրանիկն էր, Եսավը առաջինն էր։ Ուրեմն 27-ի մեջ կգարտանք, նախքան ադիգա ասեմ ուրիշ օրինակ մգա անհոգության Եսավին 26-ի վերջավորության կգարտանք, որ հագարակ իր ծնողքին ասելուն, որ քեդացի գնիկներ մի առներ, there was another race, ադոնցում է մի առներ աղջիկ, երկու գին արավ ադոնցում է, եւ Հակոբին եւ Ռեբեկային սիրտը նեղացավ։ Բայց իրենց ինչպես կսենք Եսավ անհոգ էր։ Ադոր նկատում։ 27-ի մեջ կսենք, կգարտանք, որ Իսահակ ձերացավ։ Եվ ձերացավ եւ Բարերը գսեն, որ Իսահակին աչքերը դգարացան, ուրեմն չեր դեսներ, ինքը այլոց միան շոշափելով եւ հոդդալով գարաչնորթվեր։ Եվ ինքը ասա, որ իմ մերներու օրերս մոտ են, ինքը մոտ կսկար պատիրակարի մեջ մինչեւ քանի դարի հետո մերավասկե, բայց ասա, որ նախքան մերնիլս ես օրտնեմ իմ անտրանիկ սավագս եւ այդ գոչումը, որ ընտանիքիս վրա է օրտությունն ալ փոխանցեմ։ Let me give that blessing that is tied to that calling on my family. Yes, օրտնություն ունեմ դալիք եւ հավանաբար փամը սկաց ասա որ սկաց որ այս մեկ օրտնությունը մեկ հատ է դուպլիկետ չգա օրինակ չգա ուրիշ ասե բիդի դամ եւ հիմա է ադենա ուրեմն Եսավը քնած երևի Եսավը արդեն հարստություն դեսավ մեջը ասավ ես գերտամ ուզածիդ պես կնեմ գերտամ գործամ գենտանի կբերեմ գմորտենք քեբաբ գնենք ինչպես կուզես եւ կգերցնեմ քեզի ամենասիրած համեմներով այդ պիտենեմ եւ ուդենք ճիշտ ադի ուզեց արդեն Իսահակը Հիմա Ռեբեկան լսեց ասիգա, ամա, իմ դղուս անտրանգության իրավունքը Հակոբին, վերջնականապես կերտա Հակոբին գանչեց ասավ եգուրեգուրը, դի խապենք, we're gonna trick him, ուրեմն եգուրը ասավ, քեզի Եսավի մեզ ավոր մազոտ ունենք, ինչքան մազոտ ըլլալու էր Եսավը, որ ոչխարի պես ակվիլը խապեց Իսահակին, ադիգեր է վագայի ես, բայց մազոտ մարդ էր, հայր գրնալ, լա ուրիշտ են, Գարմիր մազերը, գարմիր մազգա, այրիշներն ագան։ Բայց ուրեմն ինչքան մազոտ մարդ էր, որ հակվեցավ այդ ադիգա եւ ես բարերը կգարտամ աս համարին եւ անանքից տեղա, որ ուղագի իր հայրը խապելու ելավ։ Աստուծո անունը կորձացեց։ Մեծ բարեր ասի աս մարդը որքան իր վրա Հակոբի մասին է խոսքս, երբ որ հորը հետ կխոսեր, աս մարդը իր վրա ով գիտե թադաբարդություն judgment բերավ։ Եվ հետո бид տեսնենք, որ Հակոբ չարչարվեցավ բավական։ Ադոր քինը հավանաբար վճարեց, բայց ես անանքից տեղ ասի, որ ես եթե ես դիրոջ դեղը լայի ինչ կսեի, անունս կորձացեց, գնաց արջևը գայնեցավ, խաբե պայությամբ հորը մոտեցավ եւ հայրը նույնիսկ ասավ տուն Հակոբին ցայն ունիս, բայց համբուրած ադենը Եսավին շորերը հակուսները հակված էր, հոդը արավ թաշտին հոդը գուկագորսավ, տուն ուրեմն Եսավն ես քեզի բիդորտնեմ եւ բարերը այսպես են 27-ին պիտի գարտամ Անիգա մոդեցավ եւ համբուրեց սանիգա Իսահակ հանդերձին հոդը հոդդաց եւ օրտնեց սանիգա ու ասավ Ահա իմ որդիս հոդը դիրոջը օրտնած արդին հոդը դիրոջ օրտնած արդին հոդին պես է ուստի Աստված դա քեզի երգնքից սողեն ու երկրի բարարդութենեն եւ ծորենի ու քինի արադություն թող ժողովուրդներ քեզի ծարայեն եւ ասկեր քեզի խոնարհություն ունեն քու եղբայրներու դերը եղիր եւ քու մորդ որդիները քեզի խոնարհություն ունեն քեզի անիծողը անիծյալը լա ու քեզ օրտնողը օրհնյալ
այսինքն այդ անտրանգությունը, այդ eldership-ը, որ ինք ուզեր առաջինը ըլլալ, ադոր firstborn-ի իրավունքը, առաջին ծնողի իրավունքը ամբողջությամբ ադոր հետ կապված օրհնությունը վրան խոսեցավ մարդը։ Եվ Հակոբ արավ օրհնություն։ Եսավ հետո եկավ, եւ Եսավ բարերը եկեք կարդանք 35-րդ համարի մեջ կսե Հակոբ Իսահակ իրեն կբացատրի, որ Եսավը արդեն բարգացած է, քու եղբայրդ կսե, քու նեկությամբ ու քու օրհնությունը, եկավ նենկությամբ եւ օրհնությունը տարավ։ Եսավը սավ անոր անունը Հակոբ կոչերուն համար է, որ երկու անգամ զիսխապեց, իմ անտրանգության իրավունքս արավ եւ ահա հիմա օրհնությունս արավ։ Աստղան ամեն ինչը առաջին օրեն իմ ունեցածս կողնալ եղած է, բացի գուրդեց որ ինչ անհոգ ինքը ծախած էր այդ անտրանգությունը։ Աստեղ բարձրապես Եսավը մեկ բան ես կտեսնեմ անգլերենով ինչպես կսեն he didn't want to miss out։ Չէր ուզեր որ օրհնությունը փախի երթա։ Ես շատ անգամ որպես քրիստոնյա մենք կրնանք այդ վիճակի մեջ գտնվել։ Մեր կյանքերը հերոյ են, ըսկացումները Աստծո օդար են, Աստծո ունեցածը դվածը հարկելու այդ արժևորելու այդ գեցվածքի մեջ չենք, բայց վայ որ օրհնությունը փախի, դու շատ հերու կսկանք Աստծո։ Եվ ուրեմն Եսավը որոշեց, որ եթե այդ օրհնության հետ քիչ մգապ պահե, մոտ կլա, բեք չէ որ ցկե որ վրային անցնի եւ երթա։ Ադոր մեջը արժեքտեսա, բայց գոչումի մեջ ինքը չգծավ արժեքտեսնել։ Եվ Աստված այդպես չաշխատիր։ Եվ ուրեմն second hand blessing մը իրեն գուտա, ավելի երկրորդ ցերկի, ինչպես կսեն, օրհնություն մը իրեն գուտա Իսահակը դեպ գստիվի, կսե թուն անօրտնվի սկսե։ Բայց բնավ այդ օրհնությունը չէր, որ Հակոբ ունեցավ։ Ամեն։ Օրեն։ Հիմա Երեփեկան գլսե Եսավի խոսքերը, Եսավը շատ գնեղվի եւ Եսավը գորոշե, որ երբ որ հայրը մեռնի, պիտի երթա եւ մերցնե Հակոբը։ Մեջը այդ ադելությունը կմտնե։ Եվ Ռեբեկան գլսե այդ խոսակցությունը եւ գերտա եւ Հակոբին գսե, Հակոբ գսե, դու հոս այլևս գենալիք չունիս, հոս չես գնար գենալ, պետք է երթաս քու իմ եղբորս կով որ ուրիշ երկիր է, անունը Խարան է, Haran, he had to go to Haran to her brother Laban, Rebecca's brother. Կսե դու հոն բիդ երտաս կսե, որտեղ հոն ապահով է, եւ քոնե ես հիմա հորը տա կսեմ, ես քեզի պիտի գրգենք, մենք քեզ հոն բիդ գրգենք, որովհետեւ մենք չենք ուզել որ դու օդարգին առնես, մենք ուզենք որ հոն երտաս եւ մեր ընտանիքեն եկած աղջիկ մը առնես։ Եվ աքսորի երտա, աս Հակոբը, որ իր ընտանիքեն հերու ապրիլ չէր գիտեր, որ իր ընտանիքին վրանին շուքին դագը գաբրեր, չեր որսալու անգամ չեր երթար, որոշ իրեն այդ դարիքին մայրը եւ հայրը զինք կղրգեն Լաբանիկով, Խարան այսինքն, որբեսի երթա եւ հոն զարայությունն է հոն երկրորդ կյանք մը գտնի։ Եվ երևակայեցեք ասոր դխրությունը, ասոր մերնակությունը, երբ որ ջամփագել է, 28-րդ գլուխի մեջ կգարտանք, որ ասոր գուզեմ անբաման բարերը միասին գարտանք 10-ն սկսյալ in 10th verse կգարտանք որ Հակոբ Բերսապեեն Բերշիբա գերտա Հարան գերտա եւ դեղը հասավ ու քիշերը հոմ մնաց որովհետեւ արևը մարը մտածեր եւ այնտեղի քարերեն արավ ու իր քրխուն դակտրավ եւ այդ տեղը բարգեցավ համը ճուներ գլուխ տներու դեղ ճուներ քար մկդավ եւ քարը որոշեց Եվ երազմը տեսավ գսեհոն, սանթուխմը երկրի վրա տրված էր, որուն գլուխը երկինք կհասներ, եւ ահա Աստուծո հրեշտակները անգեգել էին, եւ ահա դերը գայնեցավ անոր վրա ուսավ, ես եմ Եհովան, այսինքն ես եմ դերը, քու հորդ Աբրահամի Աստվածը ու Իսահակի Աստվածը, այդ երկիրը, որուն վրա թուն կբարգիս, քեզի ու քու սերունդիդ պիտի տամ։ Այսինքն դերը իրեն խոսեցավ այդ կոչումը, որուն յետևեն ինքը այդ կան ադեն վազելու վրա եղած էր Դերը այս անգամ եկավ եւ առաջին անգամ մլալով, որտեղ ուրիշ տեղ չենք կարդար, որ Հակոբ ուղագի Աստծո հայտնություն արած էր մինչեւ հիմա առաջին անգամ մլալով դերը Հակոբին երազի մեջ կհայտնվի։ Եվ գսե այդ բարերը եւ այդ կոչումը, որ Աբրահամին դրված էր եւ Իսահակին դրված էր։ Եվ քուսերունտիտ երկրի ավազին չափ շատ պիտի լա, եւ թեպի արևմուտք եւ արևելք եւ թեպի հյուսիս եւ հարավ պիտի դարածվի, ու երկրի բոլոր ասկերը քեզմով ու քուսերունտովդ պիտի օրտնվին, sounds familiar գսեն, չէ՞։ Ժնտոց 12-ի մեջ երբ որ դեր Աբրահամին գործնե ճիշտ այս բարերը գոկտակորձե, որ քուսերունտովդ բոլոր ասկերը պիտի օրտնվին,
Եվ գսե ահա ես քեզի հետ եմ ու ամեն ուր որ երթաս քեզ պիտի բահեմ ու քեզ այս երկիրը պիտի դարձնեմ, քանզի մինչև որ իմ քեզի ըսածս չսեմ, քեզ պիտի շթողում։ Հիմա ես կմտածեմ, եթե Հակոբ ըրած չլար իր ըրածները, արդյոք դեր այսպես պիտի խոսեր իրեն։ Պատասխանը իր մեջ այո է, որտեղ դերը ինքը Հակոբ իր ծևերով սխալ ծևերով ըրավ, բայց մեկ բան կա, որ դերոջ համար շատ կարևոր էր։ Եվ ինքը Հակոբ եք չուներ ըրած ընելու, բայց մեկ բան կա, որ սրտի մեջ շատ չի դագեր։ Ինքը գարժևորեր ինչ որ մեկ կա, ինքը գարժևորեր Աստծո խոսքը, ինքը գարժևորեր Աստծո խոստումի մեջ ապրիլը։ Եվ Աստված գարժևոր է, երբ որ հավատացյալը գարժևոր է, the Lord values when the believer values what comes from him։ Կասկնակ ասածս, ադիգա գնա գսել իր ած սրտի գեցվածքին արդյունքներ։ Դերը կդավզինք Երբ որ ամենամուտ ադեններ, ամենամինակ ադեններ եւ այդ խոսքը, թարմ խոսքը, որ իր ըրածեն գախում չուներ, Հակոբը կգարձե, որ ինքը իր ըրածով էր ավադիկա, իր ըրածեն գախում չուներ, դեր արդեն իր սրտի գեցվածքեն որոշած էր, որ Հակոբին խոսելիք ունի։ Եկավ եւ ասավ, այդ խոստումը ամբողջ մեծությամբ որ Աբրահամին տված էր, իրեն խոսեցավ իր կյանքի մեջ։ Երբ որ դեր կյանքի մեջ ինքը ոչ մեկ բան չէր ըրած։ Ընդհանրակ, եթե բան ըրած էր, սխալ բան ըրած էր։ Ամեն։ Հակոբ արտնցավ Քունեն եւ ասավ։ Հիմա սամաններ գուզեմ միասին գարտանք, որտեվ ուղղակի Աբրոմի բաժինը, Հակոբին Աբրոմի բաժինն է, իր ըսկացածին մասին գխոսի։ Առաջին բանը որ գսե Հակոբը քիշերվա մեջտեղ երբ որ գարտնա գսե իրավցնե, այսքան իսկապես դերը այստեղ եղեր է եւ ես չգիտա։ Բեբեկի պես կուրախանա եւ վախծավ ոսավ ինչ ահավոր է այստեղը, այս ուրիշ բան չէ, բայց միայն Աստուծո դունը, այս է երկնքի թուրը։ Ինչ ահավոր, այսինքն how awesome անգլերեն, այսինքն ինչքան մեծ եւ ահարգու քեղեցիկ լավ ձևով դեղ մնե գսե, խենթանալիք մակուր հայրենով, խենթանալիք տեղ մնե, ասանք տեղ չեմ տեսած, ասիգա Աստուծո դունն է, Աստված այստեղ խոսեցավ։ Դեր դրան չի խոսիր անգամ թե խոսքին փոխանցությունը ինչ էր, what was the content of the word, ադոր մասին չի խոսիր, գխոսի որ միանալ բանի մասին որ դերը ինձի խոսեցավ եւ իր բեբեկի եւ մանկական ուրախությունը գարդահայտե միայն որ դեր իրեն խոսեցավ։ Գնաս երևակայել։ Հակոբ արդու գանուխ գելե նորեն հոստեր չի մտածեր անգամ կամ չարդա հայտվիր դեր թե խոսքը իրեն ինչ ասավ։ Առաջին բանը որ գնե իր գլխուն դակ դրած քարը արավ եւ զանիգա իբր արցանք անկնեցուց եւ անոր գլուխը յուղ թափեց։ Այդ քարը որում վրա ինքը քիշերը անցուց եւ որում վրա գհեներ, այդ քարը ասավ այլևս մի խորհրդանշե այդ վայրը ուր որ դեր ինձ հետ խոսեցավ, այդ նույն քարը արավ։ Իր դգարության մեջ որ գայնած էր այդ քարին վրա, հենած էր այդ քարին վրա, այդ քարը եղավ այդ վայրը որ դեր իրեն խոսեցավ, շատ խորհրդանշական է ասիգա։ Վրանա յուղալ դրավ, որպես օծության նշան, որ դերը ինձ այս վայրի մեջ խոսեցավ։ Ինչու քար դրավ, որպես եթե վաղը որոշեր, մեկ ամիսեն որոշեր, մեկ տարին որոշեր, ապրիլ, յետքալ, հիշել այս բահը քար մգար։ Մարդիկ ամենտեղ հուշարձաններ կշինեն։ Գոմիդասի արցանն է, ասոր արցանն է, գերտան Գոմիդասի հիշելու Գոմիդասին արցանին արջևը կգենան, չէ՞։ Հակոբն ալ որպեսի հիշե, որ Աստված իրեն հետ խոսեցավ, գերտա եւ Աստուծո շինած քարին արջևը կգայնի։ Իր շինած քարին արջևը կգայնի, ուր կհիշե, որ դերը իրեն հետ խոսեցավ։ Դեր հոս չի խոսեցանք իր պատասխանը Աստծո խոսքին։ We don't even see his reaction to the word. Գտեսնենք որ միայն խոսելուն դիմաց, just the fact that he spoke, միայն իր խոսելուն դիմաց իր խանդավառությունը եւ ուրախությունը գտեսնենք։ Ես կերևակայեմ, որ դերը նույնիսկ իրեն Հակոբ քեզի հետ եմ ասեր։ Չսեր անգամ քեզի աստղերուն չափ, ավազին չափ, Աբրահամի խոստումը իրեն չդար, նորեն նույնպես ուրախ պիտի լար։ Կամ նույնիսկ կերևակայեմ, որ նույնիսկ եթե շղթական բան մսեր, դու սխալ էր իր Հակոբ։ Դերը ինձ հետ խոսեցավ։ Դերը ինձ հետ խոսեցավ։ Ես երբ որ առաջին փորձառությունս կհիշեմ դիրոջ հետ, խոսք չեմ հիշեր, կհիշեմ ինչ սրտս կսկար։ Գրնանալ խոսեցավ, ես այդ օրը խոսք որպես այդպես բամը չի գրեցի կովս, բայց սրդիս ըսկացածը այդ ադեն, իմ աբրածս, իմ փորձառությունս, my experience of the moment, մինչև այսօր ես աչքս կոծեմ կգիտամ։ Բոլոր անցի, գամ դեղի, գամ եղերությամը վերապերյալ, երբ որ քեզի բամ ասեմ, հիշադակ մը գուկա, չէ։ Հիմա ժիրո քեզի եթե ասեմ Թատյանա ինչ գուկա միտքդ։ Ծեր գուկա, ինչ, այսքան հավանաբար չեր մսկացումը, որ իր նկատմամբ սկացած ես, չէ։ Վիքի ասեմ քեզի նազոտուն ինչ կսես։ Չէ։ Գալի, այո, ճիշտ է։ Գալի։ Չէ։ Ես ուրիշ օրինակներ ագուզեմ տալ, օրինակ
օրինակ ես եթե հրագս եմ, եթե հիմա չսկոցեմ, գտեսնեմ այդ մեգագրամ որ վարը ելած է։ Ինչ իրական, ասկն մարդուն հետ, անցիմը հետ, թուն բադգերմը, փորձառությունը, ես իր այդ բեբեկի շունչին հոդը քիթիս արջևը գհիշեմ։ Լուրջ եմ։ Երևանս եմ, Բեյրութս եմ, Բեյրութը մեկա։ Ինչ կհիշես Բեյրութ, լավ իշա դա քեշպաներ մի սերաջիս։ Չէ։ Կամ Երևանս եմ ինչ կհիշեմ, ես անսամես Երևանս եմ ինչ կհիշեմ, դակ հովը քիշերները, երբ որ ժողովուրդը ճամփաները գքալի եւ մյուզիկը եւ լույսը։ Ադե, ուրեմն փորձառությունը գա։ Մամա ասեմ ինչ կսես, երկու ոտքով քալող արկանտը։ Այդ անցը որ ինձ շալգեց, չէ։ Dictionary, encyclopedia-ի բամը չես ներ, փարարանի definition իմաստ չես տար, բայց կսես ինչ որ քեզի մայր մը գսկացնե, չերմուչումը, սերը, ադենը, որ հետը խանոցին հետ անցուցիր տեն անցյալ շաբաթով գիտե, խոսակցությունը եւ բամը, ինչու պիտի դարբեր լա Աստծո հետ։ Ինչու դարբեր պիտի լա, երբ որ Աստծո հետ մենք հարաբերություն ունենք կսենք, բայց երբ որ ասեմ Հիսուս քեզի ինչ կսե, դու ինչ ուզին ասելիք։ Լուրջ եմ։ Հիսուս քեզի համար ինչ է։ Արդյոք պիտի ասես համարը որ սորված ես։ Արդյոք պիտի ասես աստվածաբանական թեոլոգի բամը, կամ թե պիտի ասես այնինչ որ Հիսուս քեզի համար եղավ, ըսկացուց քեզի, փորձառությունը որ ունեցար, փորձառությունը որ սրդիդ մեջը նստեցավ եւ դեղ արավ, աս դեղ արավը լավ հիշենք, դարածվեցավ սրդիդ մեջը եւ դեղ արավ։ Որովհետեւ ես կընթատրեմ որ Հակոբ երբ որ այլևս պիտի քալեր եւ անորոշության մեջ in uncertain situations, երբ որ այլևս պիտի քալեր, Հակոբ գերեվագային որ մանավանդ որ թեր շատ գիտություն չուներ Աստծո մե, պիտի հիշեր այդ չերմը սկացում եւ փորձառությունը որ ունեցավ Աստծո հանդիպելով։ Ասիկա գարկ չէ, ասի փնավ չէ մսեր որ փորձառությունը եւ ինչ որ գսկած խոսքեն ավելի կարեւոր է, որտեւ գտեսնենք որ Հակոբ խոսքին գաբվեցավ եւ գուզեմ գարտանք եւ իր խոսքին գաբվելը շատ զորավոր բարերով գսե եւ Հակոբ ուխ դրավ։ Ասկնսավ ես դեր ասկուսացի թիմած իմ կյանքս քեզի գաբեմ ասավ։ Ուխ դրավ, covenant դրավ։ Եվ ասավ, եթե Աստված ինձի հետ լա ու այս երթալուց ճամփուս մեջ զիսպահե ու ինձի ուդելու հաց եւ հագնելու հանդերձ դա, այսինքն քանի որ պիտի ընես երգուզ, ինչպես քիչ առաջ կգարտայինք, ես իմ հորս դունը խաղաղությամբ դառնամ, դերը ինձի Աստված թողլա եւ այս կարը, որ ես իբր արցանք ակնեցուցի, Աստծո դունը թողլա, առաջին անգամ Աստծո դան խաղապար ենք գունենա, եւ այդ ամենեն որ ինձի պիտի դաս, քեզից դասանորդ պիտամ։ Ինչպես Աբրահամ Մելքիսեդեկին հետ դրավ, ես քեզի հետ դասը պիտի դամ։ Ամեն ունեցած ես դասը, որ ես հիմա որոշեմ աս խոսքի դիմաց, աս հանդիպումին դիմաց, այս ադենին դիմաց, ես իմ կյանքս քուկինիտ պիտի գամ, քեզի պիտի գաբեմ Տեր Հիսուս։ Տեր Հիսուս չսա, Տերս։ Քեզի պիտի գաբեմ։ Ուխտ դրավ հետ։ Ուրեմն խոսքը չեմ փախտադեր փորձառության հետ։ Աստեղ հարանվանություններ կա, խոսքը միայն գսեն։ Հարանվանություններ կա, ինչ գսկանք կխոսին։ Բայց իրար մեջ սիրելիս բնավ ասիգա մրցակցություն չէ։ Եթե խոսողը ճշմարիտ է եւ գենթանի է եւ հարաբերություն կփնտրե, այդ խոսքին հետը նաեւ փորձառություն մգա, որ գուկա։ Ես չեմ գնալ Սուրբի կգարտալ եւ փորձառություն չունենալ։ Գմերժեմ ես այդ կորձողությունը։ Գմերժեմ գարտալ Աստծո խոսքը, գմերժեմ աղոթքի գնալ, բայց չագնգալել, որ դեր ինձ պիտի թփչի։ Չագնգալել, որ իր սերը իմ սրտիս մեջ դեղ պիտի գտնե։ Չագնգալել, որ իր խոսքը սրտիս մեջ պիտի դարածվի եւ ամեն անգյուն պիտի բռնի, որ երբ որ ես դժվարության մեջ ըլամ, անպայման միշտ չգիտնամ համար մգամ թեոլոգի մգամ աստվածաբանական խոսք մսեմ այդ ադեն, բայց աչերմ վստահեցնող, զորացնող սկացում ունենամ, որ գիտնամ աշխարհեն որքան դարբեր եւ սկամ եւ զանազանեմ, I differentiated from the world, սկամ սրտիս մեջ ինչքան դեղ բռնած է։ Ադե հարաբերության մեջ քալելը։ Շատ անգամ չես կրնար նույնիսկ երբ որ ծրվածը լաս, pressure-ի դակ, ջնշումի դակ լաս գնաց փարա չհիշել։ Ես այդպես եմ կոնե, ես փարերու մեջ իմ զորությունս փարերը չեն։ Մարդիկ կա համար եւ փար մեկ դոր գտնեն։ Հավական գիտեմ որ խոսիմ Աստծո խոսքը, բայց կսեմ իմ առաջին ուժս չէ։ Առաջին անգամ երբ որ գիշեմ որ Աստծո եկա, ըսկացածս կրնայի միան խոսիլ։ Դերը գսիրե, դերը աչապ գսիրե չեսնալ երևակայել մարդոց կսեի, որտեղ սրտիս մեջ ըսկացած է յադոր զորությունը։
Իսկ երբ որ դգարանայի գերտայի ադսկացումին, երբ որ ադսկացումը իդ մեջս կուկար, ատ ապրումը կհիշեի, ատ փորձառությունը կհիշեի, խոսքը գենթանի գթարնար մեջս, խոսքին արժեքը տեսնելու կտեսնեի, կսկսեի, խոսքին արժեքը մարդ եւ մարմինը չեն գնար գիտնալ առանց ատ գենթանի փորձառության։ Թովմաս, երբ որ Հիսուսին եկավ մերներեն հետո հարկեց իր ատ փափակը իրենց շոշափելու եւ թփնալու, ըսավ եկուր մատներդ մեջը դիր ըսավ։ Երանյանոնք, որ առանց տեսնելու պիտի հավատան։ Ինչու՞։ Դե Սուրբ Հոգին այսօր ատ փորձառությունը տվողն է քեզի։ Երանյանոնք, որ Սուրբ Հոգիով պիտի գարենան այս ողջ կենթանի հարաբերությունը ապրիլ ինձի հետ։ Պիտի գարենան արժևորել այս հարաբերությունը, արժևորել այս բահը, որ ունենք հիմա միասին։ Եվ Հակոբ 14 տարի ծառայեց հետո գսեք, ուրեմն քնած Խարան հասավ, Հարան, Լաբանի հողը, Լաբանի երգիրը, եւ հոն ծանոթացավ Ռաքելին, որ աղջիկները մեկն էր Լաբանին, սիրա հարեցավ, Լաբանին ասավ ես կուզեմ Ռաքելին ամուսնանալ, Լաբանը իրեն խապեց ամուսնության քիշերը իրեն Լեան տվավ եւ ամուսնացավ, որտեղ արդեն 7 տարի իրեն ծառայած էր, իր իրավունքը արած էր Ռաքելին համար, բայց Լաբանը իրեն խապեց, իրեն Լեան տվավ։ Քիշերը հարբած վիճակով չի տեսավ, որուն հետ կամուսնանագոր, արդուն ելավ տեսավ Լեան գակովը, ադերա մար կինովնալը լավ չէ, կինովնալը լավ չէ, արդուն ելավ իրեն Լաբանը ասավ, չէ, ասավ, մերկովը այսպես սովորություն չի գա, մերկովը սովորություն չի գա, միշտ մեկ անեսը կույր թողջուն են ասավ, ասավ, մերկովը սովորություն այդպես չի գա, ասավ, Մերկովը առաջին աղջիկը նախ կուտանք, երկրորդը չենք տար, երկրորդը կսպասենք, որ առաջին ամուսնանա, ուրեմն կխոստնա, որ երկրորդը առնե, դա իրեն, բայց կսե 7 տարի ալ նորեն պիտի ծառայես, you have to serve 7 more years, այս խեղճ տղան 14 տարի կծառայե իր գիներուն համար, եւ հայտնի էր, որ մեկ հատը իր նախասիրածներ, մեկ հատը, okay, գարնենք ստիպած եմ առնելու, այդպես էր, եւ Լեան սկաց, որ իր favorite-ը, իր ամենասիրածը չէր, եւ ամեն անգամ, երբ որ զավակ կբերեր շատ սավարի խոսքեր կգարտաս, դեր մերժվածության, words of rejection, ուրեմն աս մարդը սխալ գնիկին հետ ամուսնացավ, հետո շիդագը դրվեցավ, 14 տարի ծառայեց եւ դանը մեջ իրենց գրվիլը լսեց, իրարու հետ competition-ը մրցումը դեսավ, որ ով ավելի զավակ դղա զավակ կբերե, ամենը անումը դրավ բզդիկին եւ Հավանական բզդիկներ ունեցավ, բայց չեմ կարծեր, որ Հակոբին կյանքը շատ հաճելի կյանք մներ։ Եվ թեր ծառայության վիճակի մեջ էր, ինքն իրեն համար փամը չէր շինած, հող չուներ, հարստություն չուներ, Լաբանի ցերկին դակներ։ Ես կերևակայեմ, որ 14 տարին Հակոբը մեկ բան կրնար շալգել, փեթելի իր փորձառությունը Աստծո հետ։ He could carry in him the experience that he had in battle. Ուր որ ինքը Աստծո դունը ջանցավ, Աստծո ներկայությունը արժևորեց, Աստծո խոսիլը արժևորեց։ Եվ գենթատրեմ, որ իր ամեն դգար ադենին ինքը գրնար հիշել այդ փորձառությունը, the experience that he had, եւ ադոր վրա հավանաբար հիշել ամեն խոսք, որ դեր իրեն խոսեցավ։ Որտեղ ոչ մեկ դեղ չսեր 14 տարին Աստվածաշունչը, չսեր որ իրեն նորեն հայտնվեցավ այս ցևով։ Գալիս դե vacuum, ասենք բարապ ժամանակ մգա։ Եվ ինքը ստիպեցավ չարչարանքի մեջ են անցնելու, բայց իր հավատքը չի գործընծուց։ Եվ ոչ թե չի գործընծուց, կտեսնեք, որ նույնիսկ այդ փորձառության որպես հետևանք, as a result of that experience, his faith was strengthened actually. Իր հավատքը զորացավ եւ ադոր բարերը պիտի գարտանք։ 14 տարին կվերջանա եւ Հակոբ կերտա եւ Լաբանին գսե նայե խոստումդ Խոստացածդ թողլա, ես 14 տարի ծառայեցի, բայց հիմա գուզեմ նաև նկատի առնես, որ ես քեզի ծառայեցի եւ ես քու բիզնեսդ մեծուցի, քու կորձդ մեծուցի, քեզի հաջողություն բերի, քեզ մե պիտի խնդրեմ, որ իմ բաժինը ստաս։ Give me my portion, եւ ես այդ բաժինը շալգած երթամ եւ իմս շինեմ, իմ հողս շինեմ, իմ ընտանիքիս հարստությանս նայեմ։ Եվ իրեն շատ արդար առաջարկ մգնե, he gives him a very fair proposal, գսե ես երթամ եւ ոչխարներուն մեջը նայեմ գսե, ինչ որ արադ ունի վրան, ասենք փիծ ունի, get gum streak, ասենք երկար հետք ունենա,
Գսե առնեմ եւ վերցնեմ, ասոր հայերեն բարերը գարտանք ես ցանկից մեջ եմ տեսած, գեդի մասին հadoop բար մգա, բայց basically strict, այսինքն բան եւ spotted, այդ բարերը գործազանքներանի մեջ, որ հետ ունեցող ոչխար, հետ ունեցող ուլ վերցնեմ, որովհետեւ ադոնք իմ բաժինը սնան։ Եվ ինչու այդպես է, որովհետեւ հետ ունեցող գենտանիները փոքրամասնություն էին, they were a minority։ Իրեն համար արդար որոշում էր, որ ինքը լապանեն առնե հետ ունեցող գենտանիներ եւ իրեն հետ տանի։ Բայց լապան ադա չուզեց իրեն դալ, լապան խորամանկություն գնե իր դղոց կսե աս ոչխարները, որ իրենց վրա ուլերը, որ իրենց վրա փիծ ունին, դարեք հերուդեղ մդարեք կսե, 3 օր ջամփա իր մե հերու դարին եւ Հակոբը խեղճ Հակոբը մնաց մյուս ոչխարներուն հետը, որ մաքուր գերևին իրենց վրա փիծ չի գա։ 14 տարի ծարայեց, հիմա բարավ ցերկով պիտի լի լապանին կովեն։ Ինչ անարդար վիճակ։ Ով ինչ կնեք դուք այդ ադեն։ Քիչ մը կկանկադեի ես։ Քիչ մը։ I would complain just a little bit, չէ՞։ Բայց մեկ հատ կանկադի խոսք մը չենք տեսնել, որ Հակոբը սավ։ Դեր մը չի կանկադեցավ։ Նորեն 14 տարիքը գամ գրնար at հիշադակով ապրիլ at փորձառությունը իր մեջը շալգել, դիրոջ հետ հանդիպելու գամ գրնար կանկադիլ, եգուկը նույն սենյակը չեն գրնարը լալ։ Կանկադիլը, մեկ շնորհակամ կգարձեք, որ կանկադիլը օդի մեջը գրագել է։ You know, հարսանիքներուն տա գզարնեն, մեկը չեն զարներ։ Ադենը մեկուն գլուխին վրա գինա, բացություններ գադանք։ Բայց կանկադիլը օդի մեջը զարներ չէ, կանկադիլը աստուծո զարներ է իրականի մեջ։ Որտե շնորհակալ եմ, որ ամեգեմը չեն կանկադին մանավանդ, կանկադին գյանքեն, ով է քեզի գյանք տվողը։ Կանկադիս աստուծեմ կանկադիս։ Ինքը գամ գրնար այդպես վարվիր աստուծեմ, գամ գրնար աթիշադակը սրդի մեջը դեղդալ այդ փորձառությանը։ Եվ կտեսնենք, որ հագարակ ասպոլորին Հակոբը հաճողի եւ ուրեմն ինչ կնե ոչխարները գառնե եւ գարտացած ադեն սկսենք որ ինչը գախարտություն գնե որ գառնե ոչխարները որ նորմալ գերևին առանց պիծի են կդանի եւ իրենց ճուրին դեղը կդանի որ խմելու գերտան եւ իրենց դակ եղած ադենը որ այսինքն պիտի միասին հարապերին հadoop դեսակ փայլեր կգդրե որոնց գեղևը ինքը քիչ մը գդրած է եւ adոնց արչեվը եղողները զավակ կբերեն ուլեր ոչ քարնուկներ կբերեն որ փիծունին նորմալ երևցող բնական երևցող ուլեն եւ քարնուկեն փիծը մեջ դենգել է բզդիկներուն մեջը եւ ասում կշատնան 6 տարի կշատնան ուրեմն 7 առավել 6 բիզնես կշացնե գոր 20 տարի ինքը ծարայեց լապանին եւ 20 տարին երբ որ վերջացավ ալգսկա որ լապանը իր մեն նեղվելու սկսած է զավակները գսկսին նույնիսկ խոսելու որ աս Հակոբը քու հարստությունը դա պիտի առնի ուրեմն Հակոբ այլևս սկսի նույնիսկ իր կյանքին համար վախնալ իր աբակային համար վախնալ եւ 31-րդ գլուխի մեջ in the 31st chapter ինքը գբատմի որ դերը իրեն ինչ ըրավ այդ ադեն երբ որ արչեվը բադ էր այլևս երբ որ այլևս լապանը իր մի հատ ոչխարները վերցուցած էր այլևս հույս չի գար այլևս երկ չի գար տեսեք ինչ կսե Լեային եւ Ռաքելին կովը գարնե որ ինձ բատմե գսե 31-րդ գլուխեն 3-րդեն կգարտամ քու հայրերուտ երգիրը դերը գսե Հակոբին նախ գսե դիրոջ խոստումը քու հայրերուտ երգիրը եւ քու ասկականներուտ դարձիր եւ ես քեզի հետ պիտի լամ Հակոբ մեկը ղրգեց ու Ռաքելը եւ Լիան թաշտը իր հոդերուն կով գանչել դրավ գանչեց իր գիները ու անոնց ասավ ես ծեր հորը երեսը կտեսնեմ խոժոր է հերսը հետս լավ չէ հետս եւ ինձ երեկվան ու միս օրերուն բես չէ համ մգա դագը բայց իմ հորս Աստվածը ինձ հետ եղավ ինչպես հետ եղավ ես արդեն լսի ինչպես կմտածեմ բայց կսե իմ հետս եղավ երբ դուք գիտեք որ ես իմ բոլոր զորությունով ծեր հորը ծարայեցի իսկ ծեր հայրս ինձ խապեց իմ վարձքս 10 անգամ փոխեց he changed my wages 10 times խապեց ինձ ամեն քայլի մեջ խապեց ինձ ամեն քայլի մեջ ինձ անարդարություն ըրավ բայց Աստված չթողուց սանիգա չարդոնեց իրեն որ ինձ վնաս հասցնի Բասենձի եթե անիգա այսպես էր եթե գսե աստչափ վստահություն շինածեր իր դիրոջ նկատմամբ գսե նույնիսկ եթե դերս ասեր որ իմ վարձքս միան գետովն է ամենը գետ պիտ զնեին եթե դերը ինձ ասեր որ միան քիծովն է աս պիտ երկար պիծովը ամենալ երկար պիծով պիտի զնեին այսինքն եւ կբատմե որ ես գսե երազիս մեջը գտեսնեի որ ինչպես քարնուկները ոչխարները գերտային ճուրին թիմացը եւ իրենց մեջեն գետ գտեսնեի իրենց մեջը փիծ գտեսնեի այսօր մենք գիտենք որ գենետիկ կա ֆենոտայպ կա եւ ջինոտայպ կա
Այսինքն ինքը Աստուծո դեսիլքով, Աստուծո շնորհքով նորմալ ոչխարի մեջ է, որ պետք չէ իրեն get pizza-ով spotted strict ոչխար մտա, ուլ մտա, ինքը գտեսներ ադոր մեջը, որ գա ադոր զորություն, ադոր կարողությունը եւ ադոր մեջեն ածավագը գելներ։ Ասեն Աստված անկարելի վիճակի մեջը իրեն երթվավ եւ իրեն աջեցուց եւ իրեն բազմացուց, ինքը որ դերը արժևորել գիտեր։ Ցերկեն առնվեցավ, լապան ցերկեն արավ ամեն թուլ, ամեն գործիք, որովհետեւ ինքը հարստանար եւ գարնար ոտքի գնալ։ Հագարակ ադոր դերը օրտնեց եւ գածես ինքը գսե որ ինչալ օրտներ դերը ինչալ ասեր արդեն ադիբիլիլար իմ փայդը տնելս չեր ճունի մեջ իմ ասինելս անիլս չեր բարձաբես իմ աստուծույս վստահիլներ այդ բարգյանին այսպես Աստված ծեր հորը հոդերը ինձի դվավ եւ ասավ եւ վերջավորության գսեն օրեն ով Հակոբ դերը նորեն երեն գխոսի դերը ահա հոսեմ գսե Հակոբ եւ ասավ հիմա աչքերդ վեր վերցուր եւ հոդերուն հետ զուկավորող նոխազները նայր գենթայները ինչպես բեբեկ կբերեն քանզի լապանին բոլոր քեզի ըրածները դեսա ես եմ Փեթելի Աստվածը դերը իրեն գհիշեցնե այդ ադենը որ իրեն հանդիպեցավ դերը իրեն վերաբրիլ գուտա he have him relive re-experience that moment when he met him. Իրես աստեղ Հակոբը Աստուծո հետ պատմություն շինած էր։ Եվ ես կհավատամ, որ 5 դագարանի մեջ շատ նշված են այս փորձառությունները հատկապես they're described very specifically those encounters with God ինչու որովհետև քիչ էին։ Այսօրվա պես այդ ժամանակ մարդիկ չէին գնարսել ես անցյալ օրը դիրոճմե արի որ դերը այսպես կսե ինչ լաքժերի է որ թուն եւ ես այսօր ունենք ինչ հարստություն է որ թուն եւ ես ունենք ինչ շնորհք է որ թուն եւ ես ունենք այսօր գրնանք ասել դեր ինձ այսպես ասավ երեք աղոթքիս մեջ աս Հակոբը դեր իրեն իսկ հիշեցնե 14 20 տարի առաջվա իր խոստումը հիշեցնե գիշես որ ինչպես ըսկացիր Գիշես ինչ ադեն միասին անցուցինք, գիշես այդ վստահության զգացումը որ եկավ, գրեսես ինչպես մենք հիմա confirm գնենք, կհաստատենք, ես եմ այդ նույն Աստվածը, որ Պետերի մեջ ինձ դեսար։ Որքանով կարևոր է այսօր սիրելիս, որ դու այսօր որ դիրոջ հետ կգալես, արժևորես, you value your experience։ Շատ անգամ գսենք, ինչ միլենեմ, սպաղված եմ, մեկ վարյան եմ, բադվենին տելեֆոնին վրա բզդիկ reminder-ներ դրած է ասանք եւ գնայի իրեն որ reminder-ը գուկա ասանք զանկագը տելեֆոնի մեջ գզարնե հիշողություն կհիշեցնե իրեն որ դիրոջ հետ բահմ անցուր դիրոջ ներկայության գայնիր եւ այդպես չէ որ գերտա 1 ժամ սենյակը գարանցանա բայց 1 վարյանի բան է եւ ես աչքով ստեսա բայց ինքը բաթմություն կշինե գոր հասկանաք որ ինքը Աստծո հետ փորձառություն կշինե գոր Դերը չակնկալեց, որ ինքը մեկ փորձառությունը առներ եւ փախեր երթար, դերը ակնկալեց, որ այդ փորձառությունը առնե Հակոբը, մեջը բահե, արդոնե որ սիրտը կրավե, իր սիրտը լեցնե, այդ օր միջոցով Աստծո խոսքը միշտ խոսողը լա, արդահայտվողը լա, գենտանի լա իր մեջը, որքանով ավելի այսօր սիրելիս քու կյանքի մեջ այդ հարադեվությունը, փորձառությունը, նույնիսկ փոքրիկ վարգյանի ադենը, որ դիրոջ կուտաս, չնչին ադենը ուր մեծ փամճի այլևս Բայց գտեսես որ այդ վարգյանը քեզի բան գուտա ասանք, ուժ գուտա, գհրե, դոգունություն գուտա, փորձառություն գուտա, որ դիրոջ արչև գնաս եւ շարունակես օրդ։ Հիմա ելիր այս երկրեն եւ քու ծննդյանդ երգիրը դարձիր։ Հայտնություն 2:4-ի մեջ կգարտանք որ դերը նույնիսկ եկեղեցին գխոսի գսեց ու շատ լավ բաներ գնես գսե։ Բայց գսե առաջին սերդ You have forsaken your first love. Գսե վերաթարցիր առաջի սիրույթ։ Չսեր վերաթարցիր իմ ասածից անգամ այդ ադեն, գսե վերաթարցիր այն սիրույն, որ թուն ադոր փորձառություն ունեցար։ Այդ սերը որ թուն արդահայտեցիր ինձի, the love that you expressed to me. Չսեր վերաթարցիր այն սիրուն, որ ես քեզի արդահայտեցի, գսե վերաթարցիր այն սիրույն, որ թուն ըսիր Այն ադենին վերաթարցիր, այդ աբրումին վերաթարցիր, այդ դեղը վերաթարցիր, ուր գսկաս, որ դիրոջ կուզես ասել, ես դեր քեզ գսիրեմ։ Թեստը շատ բարձ է։ Մեծ պարտ քննություն մեջ է ասիգա, թեստ մեջ գա, գսկաս գամ չես սկար։
Գսկաս ածերը, որ դիրոջ արջև գեցար, ածերը աճոք սրտին մեջ գաբրի, սիրտ գրաված է կամ չէ գրաված։ Շատ բարձ է տեսը։ Բանդը գրնա վերել ես կուզեմ աս համարին դառնալ Հռոմայացիս 5։ Մեզի գվերապերի գսե հիմա որ ալ հավատքով արդարացած եք մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսի միջոցով հաշտված ենք Աստծո հետ։ Մեր պայմանները շատ ավելի լավ են, քան այդ մարդիկը, որ 14 տարի կսպասեին, որ դեր իրենց հայտնություն մտա։ Մենք այսօր Տիրոջ շնորհքի մեջ կգաբրենք։ Քրիստոս ինքը մեզի համար գարելի դարձուց հավատքով հասցիլ այն շնորհքին, որու մեջ գաբրենք եւ կբարձենանք։ We boast in that glory, in that grace կսե։ Աստծո փառքին արժանանալու հույսով։ Բայց հոս չի գնար։ Գսե մենք միան չենք ուրախանար, որ մեզի շնորհք տրվեցավ գսե։ Գսե բայց մենք ոչ միան ասկանով ուրախանանք գսե, այլ դագավին կբարձենանք եւ այսօր անգլերենն առանց անգլերենը։ Okay. Ես աստեղ գարտամ։ Գուզեմ անգլերենը գարտալ եւ հայերենը գարտանք։ Therefore, since we have been justified through faith, we have peace with God through our Lord Jesus Christ, through whom we have gained access by faith into this grace in which we now stand. Ասի հասկացանք, լավ օրերուն մենք գիտենք դերը մեզի հետ եւ ուրախ ենք։ Բայց կսե դեղ մգա ուր որ ասիգա թեստ կլա, դեղ մգա որ ասիգա ջնշումի գենթարգվի ասիգա, շնորհքի մեջ ապրիլը թշնամի ներերուն թիմացեն բիդանցնի, դոխրության թիմացեն բիդանցնի, մուտի մեջեն բիդանցնի, դժվար ադենե բիդանցնի, դեղը բիդանցնի որ հավանաբար նույնիսկ չես սկար անգամ որ դերը հետ է, բայց կսե նայր, and we boast in the hope of the glory of God. Երեքեն հայրենը գարտաբիդո անգլերենը գսե եւ ոչ միան այսքան այս դագավին գբարձենանք նաեւ մեր նեղությանց մեջ, not only so but we also glory in our sufferings. Գիտնալով որ նեղությունները մեզի համբերություն կուտան, know that suffering produces perseverance, համբերությունը դոգունություն, կշարունակեմ, դոգունությունը հույս, իսկ հույսը երբեք ամոթով չի ցկեր, որովհետև Աստծո սերը դեղ կդած է մեր սիրտերու մեջ, մեզի դրված Սուրբ Հոգիի միջոցով. And not only so, but we also glory in our sufferings because we know that suffering produces perseverance, perseverance character, and character hope, and hope does not put us to shame because God's love has been poured into our hearts through the Holy Spirit who has been given to us. Աստեղ նույնիսկ աս փարը որ գործած է դոգոնություն աստարկմանության մեջ ագարտանք փորձառություն գսե դեզի աս հարադեվությունը դժվարության մեջը որոշումը որ ես պիտի չի կանկանին բաց Աստծո երեսը պիտի փնտրեմ ադիգ քեզի դոգոնություն գուտա գսե եւ այդ դոգոնությունը փորձառություն է նաեւ եւ այդ փորձառությունը անգլերեն փարը անգլերեն հունարեն փարը այդադեն դոկիմե փարն է որ գսե փորձված նկարակիր այսինքն tested character նկարակիրը որ մեջեն անցած է եւ այլևս գիտե հագարակ որ ինչ նետ կա ինչ շնշում կա ինչ ծանրություն կա գիտե որ իր սրտի մեջ է ինչ դեղ կդած է եւ գսե ադիգա բնավ մեզի ամոթով չի ցկեր որովհետեւ Աստծո սերը մեր սրտի մեջ դարածված է ինչպես աստարկմանությունն է գսե շատ գեղեցիկ դեղ կդած եւ դարածված մեն սերիս չիգա փոքրիկ փորձառություն Շիգա բզդիկ բան Աստծո հետ։ Ագոբ բան մչուներ։ Իրեն Սուրբ Հոգին իր մեջ չեր ապրեր, հայրը իրեն մերժած էր, իրեն փոքրիկը գոչած էին դանը մեջ, բայց ինքը քիծավ արժևորել, արժեքը տեսնել Աստծո գոչումին։ Աստծո գոչումին արժեքը տեսնողը նաև կտեսնե անոր ողջ ներկայության արժեքը կյանքի մեջ, անոր ողջ խոսքին արժեքը կյանքի մեջ։ Եկեք միասին գայնենք եւ երգենք եւ Տիրոջ արչեւ ինչպես արագը գսե հիմարի պես չգանքնի, բայց իր ներկայությունը արժևորող, իր մեգազը արժևորողի պես գայնենք։ Ամեն Ադա
գիտենք որ դու լեցնել գիտես, գիտենք որ դու դեղերը քրավել գիտես մեր սրտի մեջ, գիտենք որ դու միան արդյունության կսպասես Տեր, փափակի կսպասես, արժևորումի կսպասես որ մենք արժևորենք Տեր, ինչ որ դու դվող ես եւ դու ադոր պատասխանողն ես Որջ Աստվածը, որ չի գնարը սпасել, որ այսօր ըլլա մեր կյանքի մեջը, դիրե մեր կյանքի մեջը, բժշկե մեր սիրտերը, լեցնե մեր սիրտերը Տեր, այսօր քու փափակդ կտեսնեմ այս տեղի մեջը Տեր, այսօր մեր սիրտերը կփանանք, այսօր սիրից կհրավիրեմ սիրտերը փանած, որպեսզի Տերը լեցնե քու սենյակդ, ներքին սենյակդ իր հոգին փորձառությունով թողեցնե, եթե նույնիսկ երեք ունեցար փորձառություն այսօր Տերը գուզե նորեն քեզի լեցնել, Տիրոջ հետ քայլելը ամեն օր է։ Եթե Հակոբ միան գրծավ մեկ խոսումիմը գարչիլ, գաբվիլ, եւ 14 տարի հավանաբար իր նեղություններուն դիմացը հիշել, եկուր այսօր ցուն ողջ Սուրբ Հոգին կորձին դիմացը գայնիր եւ ամեն օր հիշե, ասվարգյանը ընդրե, ադենը դուր իրեն։ Ես քեզի գարանտի կնեմ, որ Տերը երկրորդ անգամից չսպասեր, երկրորդ կանչելու չսպասեր։ Տերը այսօր գուզե, Տերը փափակով է ավելի քան դու ես։ Տերը այսօր քո կյանքիդ վրա գոչում ունի, ավելի վար քան դու գնաս երևակայել։ Տերը այսօր մենք քեզ կհրավիրենք քո ողջ էությամբ Տեր, դու որ մեր փալասանն ես, դու որ մեր բժշկողն ես, դու որ մեզ բարձրացնողն ես Տեր։ Մեր սիրտերը կփանանք եւ երկենք, Տեր դու քաղցր ես, Տեր դու իմ փալասանս ես, Տեր դու իմ Հիսուսս ես, դու իմ Աստվածս ես։ Հալելույա։ Ծարավեմ քեզ, գարոդեմ քեզ, ծարավեմ քեզ, գարոդեմ քեզ, ծարավեմ քեզ, գարոդեմ քեզ, ծարավեմ քեզ, գարոդեմ քեզ Ծարավ, որ ետևես ծարավս է, ծարավ, ոտև Հակոբը երբ որ վերադառնար իր երկիրը, մարդ մտեսավ, և ինքը նորեն վախի մեջ էր այդ վարգանին, մարդ մտեսավ, և քիծա, որ այդ մարդը ասուսմե է, հերշտակ էր, և շարդոնեց, չծկեց, որ այդ մարդը երթա, և նույնիսկ այդքան գրվեցավ այդ մարդուն հետ, որ իր գոնքը, իր ամոլաչիլը Աստվածաշունչը գսե վիրավորվեցավ։ Այսինքն, և թեր այդ վիճակի մեջը բռնեց մարդուն և ասավ, ես թեր պիտի չթողում, որ երթաս։ Դուն վիրավորեցիր զիս և հավանաբար նույնիսկ պիտի գաղամ ամբողջ կյանքս, բայց ես թեր պիտի չթողում, դագավին պիտի չթողում, որ դուն երթաս։ Այսօր նույնիսկ պետք չունենք ադի Աստծո հետ ընելու։ Դեղը չի փախիր Աստված, բայց ինքը այնքան զարավ էր Աստծո, այնքան գուզեր այդ 20 տարի առաջվա Տիրոջ հետ նորեն այդ հպումը, այդ հանդիպումը գուզեր, այդ մարդը որ տեսավ Աստծո հրեշտակը տեսավ, գարչեցավ իրեն, բռնեց իրեն, ասավ, չեմ ցկեր, որ երթաս։ Հիմա չեմ գնար անգամ հետ գրվիլ, այլևս ես քեզ հետ վազելու ըմբշամարտ ընելու, քեզի բռնելու կարողությունը չունիմ, բայց հավատա ինձ, եթե փաթ ինձ ներցնես, ասերքս քեզի գարչած պիտի լա։ Պիտի չի ցկեմ որ երթաս։ Օվսիա մարգարեն նույն համարին համար գսե լացավ եւ անգե շնորհք խնդրեց։
Հալելույա։ Եգուր այսօր այդ ծևով գեցիր Աստծո արչև, ես կուսեմ աղոթել է դետ այսօր, բայց եգուր միան այդ ծարավով եգուր արչևը։ Ստե դեր ես պիտի չթողում, որ երթաս միջև որ օրտնես։ Եվ հավատա դերը քեզի գսե ես քեզի պիտի չթողում միջև որ օրտնվիս հիմա, որ դիրոջ պապակը այսօր ադիգա է քեզի համար։ Այսօր դու նեյվես կաբրինք շուրբ ոգին շնորհքին մեջը, լեցնող շնորհքի մեջը։ Այսօր դու տրածիտ պես չես, արդյոք դու եսավին պես չես, կարևոր չէ քանի քրիստոնյա գա որ եսավին պես կաբրի։ Ունի։ Չի արադեվեր, չի հարկեր, բայց դեր այսօր իր հոգի միջոցով քեզի իր արչևը քալու կարողությունը տված է։ Քու սիրտը շարժող ծարավը տված է։ Օ, Սուրբ ոգի ես կաղոթեմ, որ հիմա սիրտերը շարժես եւ ընես այնինչ որ դու գնես ու ողջ կենթանի ներկայությամբ դեր։ Դեր այսօր գագնգալեմ, որ սիրտերը շարժին, սիրտերը հալին դեր, սիրտերը ծարավին եւ փապակին այն ողջ ներկայությունը, անոր փորձառությունը, խոսքին զորությունը, քու խոսքից մեծությունը եւ խոստումիդ ամբողջ զարությունը մեր կյանքի մեջ դեր, թող իրագործվի, թող ըլլա դեր Հիսուս, թող ըլլա քու կամքիդ պես, հալելույա։ Ինչ հաջորդ երկը երկենք սիրելիս, եգուր ատ կետրոնացումով աղոթենք դեր այսօր ընելիք ունի։